Մինչև օգոստոսի 31-ը երկար սպասված շահավետ եռանկյուն ակցիայի շրջանակում ստացեք բացառիկ պայմաններ դուռ, լամինատ և պաստառներ միասին ձեռք բերելու համար։ Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի փոխոսնակներ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Մի քիչ առաջ ականջս ծակեց այս կողմից հնչած մի հատ հայտարարություն։ Մենք մեր խոստումները կատարում ենք։ Այդ ո՞ր խոստումն եք կատարել։ Այն որ 3-4 ամիսեր մատի փաթաթան սարքած բոլորին հավատացնում եք, թե Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է։ Այդ խոստումն եք կատարել։ Թե բարեկրթության սահմաններում աշխատանքները կազմակերպելու մասին ձեռք բերված խոստումն եք կատարել։ Ո՞ր խոստումն եք կատարել, էլի։ Մի հատ սերիկայի ուղարկում եք ստեղ, գալիս է մի ամբողջ խմբակցության վիրավորում է, հետո տանում փափուկ տեղավորում եք ձեր աշխատասենյակում, ընդունում եք, որ սխալ է արել, բայց չեք բարեհաճում դրա համար գաք ու ստեղից ներողություն խնդրեք։ Այդ ո՞ր խոստումն եք էլի կատարել, հələ մի հատ կասեք հասկանամ։ Հիմա էլ տարերին անկյուն այդ սերիկային նստացրել եք, մեր աշկից իբրև թե հեռու լինի, որ այդ թեմային ընդհանրապես չանդրադառնանք, ձեռով չխոսակ։ Ձեզ թվում է մոռանալու եք։ Պարոն Չախեն, մի վարքան։ Պարոն Չախեն, խնդրում եմ, դուք խոսելուց իրոք ձեռքով մի խոսեք։ Պարոն Աբրամյան, դուք էլ տեղից ձեռքով մի, այդ ինչ եք։ Ինչ։ Ինչ եք ասում։ Ես ի սկզբանե այնտեղ եմ նստած եղել, եթե չեք նկատել։ Պարոն Աբրամյան ու դու չի, դուքա։ Շարունակեք, պարոն Չախեն։ Ձեզ ինչ է թվում, ժողովուրդ, որ այդ անձին տարը այն անկյունը նստացրել եք մեր աշկից հեռու, դա նշանակում է, վсё, անցավ գնաց, վերջացավ այս ամեն ինչը։ Մոռացվելու է այս ամեն ինչը։ Գոնե հասկանում գիտակցում եք, որ կարմիր գծեր կան, որոնց սահմանները հատել եք դուք։ Ու այդ հետդարձի ճանապարհն եք դուք ձեր համար արդեն այրել, այդ կամուրջները հետդարձի արդեն այրել եք, որովհետև ձեր ձեռքերը փռել եք մի հատ սերիկայի վրա, ով կամենում է հայ զինվորի մահը։ Հիմա մնացածի մասին։ Զարմանալի ժամանակներ ենք ապրում, ժողովուրդ։ Մարդիկ, ովքեր տևական ժամանակ։ Մի հատ բոլորդ լռեք եւ զբաղեցրեք ձեր տեղերը։ Շարունակեք, պարոն Չախոյան։ Զարմանալի ժամանակներ ենք ապրում։ Մարդիկ, ովքեր տևական ժամանակ խոսում էին նրա մասին, որ թրիփը միջանցք է, հանկարծ գալիս են այս ամբիոնից ասում են, «Բայ չէ, գիտեք, թրիփը ինչ սիրուն լավ բան է, ճանապարհ է, անտիր բան է, շատ լավ բան է թրիփը, բայց թրիփի իրագործման համար պետք է երաշխավոր»։ Ու այստեղ է թաղված արդեն շան գլուխը։ Լավ ուզում ես հասկանաս, այդ ինչ երաշխավորի մասին է խոսքը, կամ ընդհանրապես ինչ է նշանակում երաշխավոր։ Ու հանկարծ հիշում ես այն հայտնի խոսքերից մեկը, թե այս խմբակցության ղեկավարը ինչ էր ասում երաշխավորի մասին։ Երաշխավորը, ո՞վ է հայտնի։ Փաստորեն երաշխավորի անվան տակ տեր եք ուզում բերեք Հայաստանին։ Ձեր կարծիքով ինչ է այս երկիրը անտեր է։ Այս երկիրը տեր չունի, տեր եք ուզում բերեք Հայաստանին։ Թրիփին տեր բերեք, խաղաղությանը տեր բերեք, էլ ինչին տեր բերեք։ Կամ այդ տերը որ բերում եք, գոնե հասկանում եք, որ այս երկիրն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ժողովրդին դուք սարքում եք ծառա։ Տրամաբանությունը պարզ է, չէ՞ կարծում եմ, եթե կա տեր, հետևաբար կա նաև նրա սեփականությունը, ծառան, ստրուկը, ում եք ուզում ստրուկ սարքեք։ Այս երկիրը ում եք ուզում սկուտեղի վրա մատուցեք, մի հատ կասեք հասկանամ։ Այս խմբակցության առաջնորդը տարիներ շարունակ երկրի ռազմավարական ենթակառուցվածքները սկուտեղի վրա մատուցել է։ Այդ տեր կոչվածին, թե ով է տերը, այդ լավ գիտենք։ Այդ տիրոջ հասցեն գրված է ձեր առաջնորդի ազգագրային տվյալներում, FSB։ Ու այդ տիրոջը, այս խմբակցության առաջնորդը տարիներ շարունակ սկուտեղի վրա մատուցել է այդ ենթակառուցվածքները։ Հիմա ինչ եք ուզում անեք, գաք վնասացնել դուք մատուցեք։ Քոչարյանի կիսատ թողած գործը ուզում եք շարունակեք։ Տևական ժամանակ առաջ Մարիա Զախարովայի կողմից հնչեց հայտարարություն։ Ուշադիր հետևում ենք հեցի շուրջ իրականացվող պրոցեսներին։ Սա այն ժամանակաշրջանն էր, երբ որ սկիզբ էր դրվել հեցի պետականացմանը։ Ու իր խոսքում Մարիա Զախարովան
հեծը նշում է որպես ռուսական բիզնես։ Հասկանում եք, չէ՞, սա ինչ է։ Հայաստանի էլեկտրական ցանցերը ռուսական բիզնես են որակում։ Հա մի կողմից հասկացանք, լավ, Մարիա Զախարովան է, ոչինչ, ոնց ուզի կներկայացնի։ Մարիա Զախարովան խոսում է Ռուսաստանի շահերից բացառապես։ Բայց ամենահետաքրքիրը ստեղ գիտեք որն էր, որ այս խմբակցության առաջնորդը, այս խմբակցության ղեկավարը, այս խմբակցությունից ոչ մեկ չասես թե էս ինչ եք խոսում։ Ոնց կարա Հայաստանի էլեկտրական ցանցերը լինի ռուսական բիզնես։ Այս սեփականը շնորհել եք Հայաստանը։ Ու այո, դա վկայում է նրա մասին, որ այս խմբակցությունը ինչ արել է ու անում է բացառապես կայսրության շահերից։ Խոսում են երաշխավորներից, երաշխավորի անվան տակ տեր են ուզում բերեն այս երկրից։ Այդ երաշխավորը ջերմուկի դեպքերի ժամանակ, բա իր ստանձնած պարտավորություններին ինչի տեր չկանգնեց։ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը ինչի տեր չկանգնեց։ Գիտեք ինչի։ Որովհետև կայսրություն է ու Հայաստանին վերաբերվում է որպես ծայրագավառ։ Որովհետև գտնում է, որ ոնց ուզի Հայաստանի հետ կվարվի, որովհետև գտնում է, որ Հայաստանը չպետք է ունենա պետականություն։ Խոսում են ռուսական սանկցիաներից։ Ռուսաստանը սանկցիաներ է կիրառել, դա այս իշխանության վատ վարած քաղաքականության արդյունքն է։ Այն որ Ռուսաստանը սանկցիաներ է կիրառում Հայաստանի Հանրապետության հանդեպ ու դա բացառապես քաղաքական նպատակներ ու դրդապատճառներ ունի, դա միանշանակ է։ Շատ պարզ է։ Ու տրամաբանությունն ու պատճառն է շատ պարզ։ Պատճառը գիտեք որն է։ Այս սանկցիաները կիրառվում են միայն մեկ նպատակով, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում բողոքի ալիք բարձրացնեն։ Մարդիկ դուրս գան փողոց, դուք ստանաք ձեր առաջնորդի ասած ցանկալի տրիգերը ու փորձեք իշխանություն զավթեք։ Այդ է այս ամբողջ նպատակը։ Այո, Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ տնտեսական սանկցիաների պատճառը դուք եք։ Որովհետև այդ սանկցիաները կիրառվում են, որպեսզի ձեզ բերեն իշխանության։ Ես մեկ-մեկ ճիշտն ասած, նույնիսկ խեղճում եմ ձեզ։ Որովհետև գիտեք ինչ տեսանկյունից։ Դուք գերի եք կայսրության ձեռքերում։ Դուք գերի եք կայսրության ձեռքերում։ Դա իմ քաղաքական գնահատականն է, որովհետև ձեր առաջնորդի ողջ ունեցվածքը այդ կայսրությունում է։ Այն ինչ կա այստեղ դրանք փոքրիկ բան են, աշկակապոցի համար են ընդամենը։ Այդ միլիարդները այդ կայսրությունում են։ Ու վախը շատ մեծ է, որ եթե հանկարծ կայսրությունից իջեցվի որևէ հրահանգ, ու դա ի կատար չածվի, բնականաբար լինելու են պատժիչ գործողություններ, այդ թվում նաև ունեզրկում։ Այո, դուք գերի եք կայսրության ձեռքերում։ Մի բան էլ, դուք ձեր քաղաքական մականացուն վաղուց իսկ արդեն կնքել եք։ Դուք ուղղակի չեք գիտակցում դրա մասին։ Փորձում եք հոգեդարձի փորձեր անել, ներկայանալ թե իբրև դուք գոյություն ունեք, դուք գոյություն չունեք, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ձեր տեսակը մերժել է։ Դուք քաղաքական մականացում ձեր վաղուց արդեն կնքել եք։ Թերևս Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները իրենց գնահատական տվել են եւ տալու են բոլոր այն ուժերին, ովքեր փորձելու են իրենց գլխին դրսից տեր բերել։ Այս երկրի տերը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Ոչ թե FSB-ի կողմից տրված անձնագրով կալուգոյի ժամանած օլիգարխը։ Շնորհակալություն։